Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Ինչ անել, երբ քաշդ կանգնել է։ Դա կոչվում է քաշի պլատո։ Թվում է, թե մենք սկսեցինք հետևել սննդակարգին, մարզվում ենք, ամեն ինչ լավ է, սկզբում քաշը սկսում է նվազել, երբ որ սպիտակուցի պակաս է, այդ նիհարելու process-ն էլ չի լինում կամ լինում է մեր մկանները այրելու հաշվին։ Պետք չէ շատ խիստ դիետաներ, այսինքն կալորիաների դեֆիցիտը պետքա ճիշտ ընտրված լինի, կախված մարդու ֆիզիկական տվյալներից, առողջությունից։ Ճարպակալված լյարդը չի թողնի, որ մենք նիհարենք, ինչպես օգնել լյարդին։ Միֆ չէ, որ ծանր ուժային վարժությունները կարող են քաշի կանգի հանգեցնել, բիոհավելումները կարող են խանգարել նիհարել։ Աղջիկները կիրառում են L-կարնետին, բայց վախենում են պրոտեինից։ Մեր ստրեսի հորմոնն է բարձրանում կորտիզոլը, եւ մենք սկսում ենք քաշ չկորցնել։ Ինչ անել, երբ քաշը կանգնել է։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Ինչ անել, երբ քաշը կանգնել է։ Պատճառները տարբեր են։ Սխալ սննդակարգ, խիստ դիետաներ, ծանր ուժային վարժություններ, ինչպես նաև անքնությունը կարող է խանգարել։ Ուրեմն ինչ անել, երբ քաշը կանգնել է։ Ինչպես օգնել օրգանիզմին։ Մեզ կասի սննդաբան մարզիչ Աննա Արաքելյանը, ողջույն Աննա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ինձ հրավիրելու համար։ Շատ կարևոր թեմայից ենք խոսելու, որովհետև մարդիկ ջանքեր չեն խնայում նիհարելու համար, կարծես թե ստացվում է սննդակարգ են պահում, տարբեր դիետաներ, բայց ինչ որ պահի քաշը կանգնում է, որոնք են պատճառները։ Այո, այդպիսի բան կա, դա կոչվում է քաշի պլատո։ Թվում է, թե մենք սկսեցինք հետևել սննդակարգին, մարզվում ենք, ամեն ինչ լավ է, սկզբում քաշը սկսում է նվազել ու շատ արագ, բայց այդ ամեն ինչը տեղի է ունենում ջրի եւ մկանների հաշվին։ Որոշ, այսինքն սկզբում մեր օրգանիզմի համար անսովոր ինքը ծանրաբեռնվածություն է, մենք սկսում ենք արագ իջնել։ Սկզբում օրգանիզմից դուրս է գալիս ավելորդ հեղուկը, որը կուտակված է եղել, հետո արդեն սննդակարգից ելնելով, որովհետև հիմնականում սխալ են պահում եւ կորցնում են այդ քաշը իրենց մկանային զանգվածի պահին։ Այսինքն այդ պահին կանգնում են կշերքին, այ քաշը սիչելը առանց գիտակցելու, որ մկանային զանգվածի հաշվին է եղել։ Նաեւ ասում են, որ խիստ դիետաները հյուծում են օրգանիզմը եւ ինքնապաշտպանական կասես մեխանիզմով օրգանիզմը էներգիան ճարպ չի այրում։ Այո, էներգիան վերածում է ճարպի այրելու փոխարեն։ Դրա համար պետք չէ շատ խիստ դիետաներ, այսինքն կալորիաների դեֆիցիտը պետքա ճիշտ ընտրված լինի, կախված մարդու ֆիզիկական տվյալներից, առողջությունից եւ այլն, շատ խիստ դիետաները բերում են մեր նյութափոխանակության դանդաղեցմանը, ինչի արդյունքում մեր ստրեսի հորմոնն է բարձրանում կորտիզոլը եւ մենք սկսում ենք քաշ չկորցնել։ Ինչ անել, երբ քաշը կանգնել է։ Նախ պետք է հասկանանք ինչպիսի սննդակարգ է, այսինքն շատ հնարավոր է, որ ինքը բալանսավորված սննդակարգ է եւ ճարպեր եւ սպիտակուցներ եւ ածխաջրեր, ուղղակի ժամանակի ընթացքում մեր օրգանիզմը սովորում է դրան եւ սկսում է ավելի քիչ կալորիաներ ծախսել։ Խոսքը վերաբերում է նաեւ մարզումներին։ Օրինակ օրգանիզմը սովորում է նույն վարժություններին 2-3 ամիս հետո էլ չի ծախսում այն քանակի, ինչքան որ կծախսեր ծրագրի սկզբում։ Այդ դեպքում կարող ենք կալորիաները մի փոքր ավելացնել, այո։ Ինչի արդյունքում կնկատեք, որ հակառակը քաշը սկսում է իջնել։ Որովհետև օրգանիզմը այդ ստրեսից դուրս է գալիս։ Իհարկե, ստրեսից դուրս է գալիս, հասկանում է, որ սոված չի մնալու, որ կարիք չկա այդ պաշարները կուտակել, ուղարկել դեպի ճարպ։ Այդ կիլոգրամները կորչում են ինքնաբերաբար։ Իմ խորհուրդը թե սննդակարգը, թե մարզումների ծրագիրը, եթե իհարկե մարզվում են, պետքա պարբերաբար փոխվի։ Ու նման երևույթները նորմալ է, ինչ որ ժամանակ 2 շաբաթից սկսած մինչև 1.5-2 ամիս շատ նորմալ երևույթ է, երբ որ քաշը կարող է կանգ առնել, բոլորիս մոտ լինում։ Կան սննդակարգային սխալներ, որոնք խանգարում են քաշի նվազմանը։ Օրինակ, նրանք, ովքեր չեն նախաճաշում, սովորաբար ուշ ընթրում են։ Այս փոփոխությունը ցիրկադային ռիթմերի կարող է քաշի կանգ առաջացնել։ Իհարկե, երբ որ մենք չենք նախաճաշում, այդ ընթացքը օրգանիզմը սոված է մնում, բնականաբար ընթրիքին մենք կրկնակի ենք ուտում եւ քանի որ օրգանիզմը գիտի, որ էլ չի լինելու, առավոտյան չի եղել, հիմա էլ կրկնակի, դա ոչ թե մեզ նիհարացնում է, այլ միանգամից գնում է դեպի ճարպ։ Օրգանիզմի մոտ սովա պահում է մեր էներգիան նեղորվա համար։ Լյարդի դերը քաշի նվազման գործում շատ կարևոր է, բայց ճարպակալված լյարդը չի թողնի, որ մենք նիհարենք, ինչպես օգնել լյարդին։ Ահա։ Այո, ճարպակալված լյարդը իսկապես չի թողնի, որ մենք նիհարենք, քանի որ ճարպակալված լյարդ ունեցող մարդկանց նյութափոխանակությունը
էլի դանդաղա, այդ դեպքում պետք է սննդակարգը բալանսավորենք, այսինքն օգտագործենք խաչածաղկավոր ընտանիքին պատկանող բանջարեղեն, բրոկոլի, կաղամբ, ծաղկակաղամբ, շատ ջուր խմենք, որպեսզի լյարդը մաքրվի եւ իհարկե բացառենք այնպիսի բաներ մեր սննդակարգից, ինչպիսիք են ալկոհոլը, ճարպոտ եւ վերամշակում անցած մթերքները, ինչպես նաեւ չափից դուրս քաղցրը։ Լյարդին օգնում է նաեւ հանքային ջուրը։ Իհարկե, հանքային ջուրը եւ հանքային վիտամիններով հարուստ սնունդ, օրինակ մագնեզիում, ցինկ, կարող են օգտագործել ընկույզ, կանաչեղեն։ Ինչու որովհետև լյարդը բնական դետոքս է անում, իսկ երբ որ լյարդին օգնություն է պետք է օրգանիզմին դետոքս անելու հնարավորություն տանք, դրա համար պետք է առողջացնել լյարդը։ Բայց դետոքս անելով ի նկատի չունենք դետոքս հյութերը։ Այո, դետոքս հյութերը մի այլ պատմություն են, սրանք վնասակար են եւ մենք այսօր խոսում ենք այն տարբերակների մասին, որոնք կօգնեն ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից բնական ճանապարհով եւ ինչ անել, երբ քաշը կանգնել է, պատասխանելով այս հարցին, հաճախակի տրվող հարցերի շարքից աղջիկներ կան, ովքեր սննդաբանից գնում են կոնկրետ իրենց համար մշակած անհատական սննդակարգը եւ ընկերուհիներին փոխանցում հարցնում են ինչու մեկին օգնում է, մյուսին չի օգնում այս սննդակարգը։ Բնականաբար դա այդպես է լինելու է։ Սննդակարգը գրված է եղել տվյալ անձնավորության համար, հաշվի առնելով անձնավորության ֆիզիկական ակտիվությունը, առողջական խնդիրները, նյութափոխանակությունը, մի շարք այլ բոյը, քաշը, շատ բոլոր գործոնները կարևոր են։ Այն ինչ որ օգնելու է մեկին, չի օգնելու այն մյուսին։ Նույնը կարող ենք ասել մարզումների մասին։ Իհարկե, ծրագիրը բոլորի համար տարբեր է։ Այսինքն տարբեր ասելով ես ի նկատի չունեմ կքանիստ վարժությունը մենակ կանի նիհար մարդը ոչ։ Նույն վարժությունը եւ նիհարը եւ մի փոքր ավելի մեծ քաշ ունեցողը անում են տարբեր քանակի, տարբեր քաշերով, մոտեցումների քանակն է տարբեր լինում, որպեսզի արդյունքի հասնեն։ Միֆ չէ, որ ծանր ուժային վարժությունները կարող են քաշի կանգի հանգեցնել։ Մենք գիտենք, որ որքան ծանր, այնքան շատ է կալորիան այրվում։ Կարծես թե մեկը մյուսին հակասում է։ Ինչու՞ն է խնդիրը։ Ասեմ ինչու՞մ է խնդիրը, երբեմն ես ինքս շատ եմ տեսնում աղջիկների, ովքեր մտնում են զալ ու նպատակ են դնում ինչքան ուժ ունեն երկար մնան այնտեղ։ Այդպիսի մոտեցումը շատ սխալ է, որովհետև այն ինչ որ տեղի ունենում մի ժամվա ընթացքում։ Դրանից հետո մենք ուղղակի հոգնածնում ենք մեր օրգանիզմը, ինչի հետևանքով որ, այո, օրգանիզմը օգնել մարզասրահում։ Պետքա հոգնել, բայց ոչ 3-ից 4 ժամ անցկացնել, որի արդյունքում օրգանիզմը մեծ ստրեսի է ենթարկվում, այսինքն այնտեղ մի ժամ մարզվեցինք, մոտավորապես կես ժամ 40 րոպե հետո մենք արդեն պետքա սնվենք։ Բայց այդ մարդը մի ժամ այնտեղ է, երկրորդ ժամն է գնում, երրորդ ժամն է գնում, չորրորդը իր ընթրիքի ժամը գալիս է անցնում է, հետո երեկոյան գնում է տուն, որոշում է որ լավ դե ուշեր էլ ինչ ուտեմ, բայց ինքը մի 4 ժամ ստրեսի է ենթարկել իր օրգանիզմը, ու այդպես բարձրացնում ենք մեր ստրեսի հորմոնը, հեղուկը մնում է օրգանիզմում, դառնում է որ ուժային մարզումներից ուռեցի։ Ուժային մարզումներից հոգնեցինք, մեզ տանջեցինք սուղապահությամբ, արդյունքը ճիշտ հակառակը, քաշը կարող է կանգնել սթրեսի պատճառով։ Իսկ ճիշտ կազմված ուժային մարզումներից չի կարող տենց բան լինել, պլյուս բալանսավորված սննդակարգ։ Իսկ ավելի արդյունավետ է ֆիթնես, թե ուժային վարժություններով նիհարել։ Ահա, երկուսն էլ շատ արդյունավետ են, պետք է համադրել։ Այսինքն կարդիովարժությունները, որոնցից են վազքը, աերոբիկ պարապմունքները, օգնում են այդ պահին մեզ շատ կալորիաներ այլել։ Իսկ ուժային մարզումների արդյունքում զարգանում է մեր մկանային համակարգը, զանգվածը, որից հետո էլ մենք այրում ենք կալորիաներ, այսինքն կարդիովարժություններով այրում ենք հիմա, ուժայինով նաև հետո։ Եվ նաև նպաստում մկանային զանգվածի ավելացմանը, այստեղ անպայման խոսենք կշեռքի թվերի մասին։ Կշեռքի թվերը մեզ չպետք է վախեցնեն, եթե ճիշտ մարզվել եք, մկանային զանգվածը կարող է աճել եւ քաշը չիջնի։ Իհարկե։ Մենք տեսնում ենք, որ իսկապես ճարպը այրվել է այս դեպքում, սննդակարգին անդրադառնալով հատկապես մարզվողների, նշեցինք, որ սպիտակուցները շատ կարևոր են, Աննա, ասենք, թե որքան պետք է լինեն սպիտակուցները մարզվողների սննդակարգում։ Մարզվողների սննդակարգում կախված մարզման ծրագրից ինտենսիվությունից մոտավորապես 1 գրամից մինչև 1.5 գրամ մարմնի 1 կիլոգրամ քաշին։ Դա կարող է լինել օրական 2-ից 3 հատ ձու, այդ արդեն կախված մարզվողի
ծրագրից, քաշից, նյութափոխանակությունից Դեղնուցը պետք է բացառել։ Բացառել պետք չէ, բայց էլի կախված քաշից, նպատակից, ինչ ենք ուզում լինի, որովհետև ձվի մեջ ունենք ընդհանուր մոտավորապես 6 գրամի սպիտակուց, որից 3.5-ը հենց սպիտակուցի մեջ է, մնացածը դեղնուցի, այսինքն մենք դեղնուցի մեջ էլ ունենք։ Լրիվ բացառել պետք չէ։ Օրինակ, եթե ուտում եք 2 հատ ձու, երկուսն էլ կարա լինի դեղնուցով։ Այնտեղ արդեն 3 4, 5 էլ ալինու Ձվի սպիտակուցը, որովհետև դեղնուցի մեջ նաև ճարպեր են։ Իհարկե։ Հավի կրծքամիս, տավար, բուսական սպիտակուցները կարող են փոխարինել։ Կարող են, այն դեպքում, եթե մարդ կատեգորիկ օրինակ չի ուտում միս, կարող ենք փոխարինել ուղղակի մարզվողներին միանշանակ խորհուրդ ենք տալիս կենդանական սպիտակուցները, որովհետև իրանց ամինաթթուները ավելի հագեցված են, ավելի հեշտ են մարսվում ու ավելի էֆեկտիվ են։ Բուսականի դեպքում այդ ուղղակի պետքա շատ ճիշտ ընտրված լինի, օրինակ, չգիտեմ, լոբին ընտեղ գրեչկայի հետ, որպեսզի հավաքեն այդ քանակի սպիտակուց։ Բիոհավելումները կարող են խանգարել նիհարել։ Աղջիկները կիրառում են L-կարնետին, բայց վախենում են պրոտեինից, կրեատինից։ Ճիշտ ընտրված, այսինքն ճիշտ ժամանակին էլի նշեմ, որ ճիշտ մարզման ծրագրի հետ մեկտեղ, իհարկե մարզիչի այո, իհարկե, ոչ չեն կարող։ Որովհետև օրինակ ինչ է ներկայացնում իրանից պրոտեինը, սպիտակուց։ Մարդ կա, որ օրական ենթադրենք իր մարմնի քաշին հասնում է 100 գրամ։ Առավոտը կերավ 2 հատ ձու, 12 գրամ այդտեղ գնաց, հետո ենթադրենք հավի դոշ կերավ, մոտավորապես մի 30 գրամ այդտեղ գնաց, բայց այնտեղ ինքը հələ լիքը ունի, պլյուս մարզվում է, հետո կա որ ասում ես դե էլի կեր, ես այդքան չեմ կարա ուտեմ, զուտ իրանք օգնում են, որպեսզի մենք սպիտակուցի պաշարը լրացնենք ու կապ չունի դու քաշ ես հավաքում, թե քաշ ես գցում, մենք մի քիչ առաջ խոսացինք, որ երբ որ սպիտակուցի պակասը, այդ նիհարելու process-ն էլ չի լինում կամ լինում է մեր մկանները այրելու հաշվին, ինչի հետևանքով դե հետո խնդիրների ենք բախվում, ինչի մաշկս թույլ, երբեմն նայում ես 60 կիլոգրամ ու 60 կիլոգրամ, այս 60 կիլոգրամը չաղա վիզուալ երևում, այն մյուսը ասում ես, այս ինչն է, ու ասում է, ես էլ եմ 60, ասում է, ոնց դու 50 ես երևում, որովհետև նա մկաններով 60 կիլոգրամը, այն առանց մկանների 60 կիլոգրամը։ Չումն է գաղտնիքը։ Իհարկե։ Անքնությունը նույնպես խանգարում է նիհարել։ Այո, երբ որ անքնությունը կամ ուշ ենք քնում, մենք բարձրացնում ենք մեր ստրեսի հորմոն կորտիզոլը, որը էլի դանդաղեցնում է մեր նյութափոխանակությունը եւ ճարպի այրումը մեր մոտ չի ստացվում։ Ինչու, որովհետև կա հստակ գրաֆիկ, ունենք ցիրկադային ռիթմեր եւ մելատոնինը արտադրվում է երեկոյան 11-ից մինչեւ 2 նկատ ժամանակահատվածում։ Երբ որ դուք քնած չեք այդ ժամին, ճարպայրումը չի կատարվում։ Պարզ պատկերավոր նկարագրեցինք ինչ է հորմոններ տեղի չի ունենում։ արտադրվում։ Այո, հետեւաբար նրանք, ովքեր ունեն հերթափոխով գրաֆիկ եւ գիշերները չեն քնում, նրանք ունենան քաշի հետ կապված խնդիրներ։ Ինչպես օգնել։ Կա տարբերակ, ինչպես հաղթահարել անքնությունը, քնի խանգարումների դեմն առնել։ Իհարկե այն մարդիկ, ովքեր գիշերային հերթափոխով են աշխատում, ավելի խոցելի խմբում են։ Այս դեպքում խորհուրդ կտամ իրենց ավելի շեշտը դնել սննդակարգի վրա եւ փորձեն իրենց հանգստյան ժամերից ինչ որ մի ժամը թեկուզ 50 րոպեն տրամադրեն մարզումներին, ինչը ինչ որ չափով կխթանի այդ հորմոնի նվազեցմանը, ինչպես նաև քաշի նվազեցմանը։ Իսկ այն մարդիկ, ովքեր այդպիսի խնդիր չունեն, ուղակի չեն քնում, խորհուրդ եմ տալիս քնից մոտավորապես 1 ժամ առաջ հեռանալ էկրաններից, հեռախոսները դնել մի կողմ, պարկել մթեցված սենյակում ու կապ չունի հանգստյան օրա, թե սովորական շաբաթվա մեր օրերից է, աշխատել պարկել քնելու նույն ժամին։ Փորձենք ամփոփել Աննա, որքան ժամանակով քաշի կանգն է համարվում նորմալ եւ եթե հետևեն խորհուրդներին, երբ կվերականգնվի։ Ուրեմն նորմալ է համարվում 2 շաբաթից սկսած մինչև 2 ամիս։ Իհարկե խորհուրդներին երբ սկսում են հետևել, 1-ից 2 ամսվա ընթացքում ինքը արդեն վերականգնվում է։ Հետո ամիսա լինում, գալիս է ասում, գիտես, մի անգամից չգիտեմ, նույն բաներն էի ուտում, ու արդեն փոփոխած են նույն բաները, այս ամիս քաշած 4 կիլո իջել է։ Այդ ինքը մի անգամից կարա չլինի, հետո մի անգամից այդպես քաշի կորուստ լինի, իհարկե ճիշտ ձևով, ոչ մեր մկանների հաշվին։ Ուրեմն եզրակացություն, եթե քաշը կանգնել է, փորձում ենք մեր կալորիաները ավելացնել սննդի, տեսնել թե ինչ տեղի կունենա
99% դեպքերում քաշի կորուստ է նկատվելու, փոխում ենք մեր մարզման ծրագիրը եւ պարտադիր հետևում ենք մեր քնի ռեժիմին։ Շնորհակալություն Աննա բովանդակալի զրույցի համար։ Մենք զրուցում էինք սննդաբան մարզիչ Աննա Արաքելյանի հետ, այսպիսով սխալների ուղում արեք ձեր սննդակարգում, կարգավորեք մարզումները եւ առողջ քունը ինքնաբերաբար կգա։ Օգնեք ձեր օրգանիզմին բնական հունով ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը տարբերեք միֆը, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Հանդիպում ենք ամեն չորեքշաբթի շաբաթ 19:30-ին։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։